Սիրելի հետևորդներ ջան, բարի կեսօրն անց, մեր մոտ ժամը 5-ը անցան, այս տեսանյութը ընդհանրապես մտադրություն չունեի անելու, բայց քանի որ ես ձեզ միշտ ասում եմ, դուք իմ լավ ու բարի բաժանորդներն եք, դուք իմ ամենալավ հետևորդներն եք, չեմ ուզում, որ ձեր, այսպես ասած, մի գրառում, որի մոտ կասկածա առաջացնեմ, մի դժգոհություն մնա անպատասխան։ Այս տեսանյութից առաջ ես տեղադրել եմ, սիրելի հետևորդներ ջան, որ գնացել են Երևան, մաման ճնշում ուներ, ովքեր ինչ շատ շուտվանից են հետևում, գիտեք, չերկարացնեմ, քանի անգամ հերթագրել եմ, չի ուզել, հմի եկավ, դանակը հասավ ոսկորին, գնացել ենք Պուլսմեդ գնացել ենք, ես որպես Պուլսմեդի 2.5 տարվա բուժառում շատ գոհ եմ այդ հաստատությունից, շատ, ոնց ասեմ, դրականից ու լավից են կողմ, ոչ մի վատ բան չեմ տեսել, ու երբ որ ես սկսեցի նկարահանել, դե մարդ եմ, նկարահանում եմ իմ առօրյայի մեջ ինչ կմտնի քեֆ, ուրախություն, մաքրություն, տան գործեր, հոգսեր, ցավոք սրտի հիվանդություն, այն ինչը որ մարդկային կյանքի համար է, սիրելի հետևորդներ ջան, ու երբ որ Պուլսմեդը նկարահանել եմ, շատ մարդիկ ինձնից շնորհակալություն են ասել, օգտվել են, բժշկուն գնացել են, ասել են, Անահիտը ձեզնից գոհ է, Անահիտի էջից ենք եկել, ինչի համար կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ ձեզ, թեպետ եւ նկատել եմ այդքան 2.5 տարին քիչ չի էլի գնամ, ոչ մի անգամ այդ հաստատության, ոնց ասեմ, սպասասրահը դատարկ չեմ տեսել, պարտադիր բժշկու մոտ միշտ մարդ ա եղել, անգամ իրանք շաբաթօրերն են աշխատում, էլ չասեմ սպասասրահի մասին, էլ չասեմ հեռախոսների մասին, որ ոչ մի անգամ հեռախոսի ձենը չի կտրել, այն որ էլ նմա էլի քու հավեսով պարկած ուզում ես լիմֆոդրենաժ ընդունես, զանգ, ու գիտեք ինչն է հետաքրքիր, սիրելի հետևորդներ, այո, այդ հաստատության բոլոր դռները բաց են, քանի որ իրանք սիրում են գրկաբացել, ու երբ որ ես լիմֆոդրենաժ ընդունելու ժամանակ դե պարկած լսում ես, մի խոսքով, մարդիկ այնքան սիրալիր, այնքան ջերմագին են հեռախոսազրույց ունենում, որ ասում եմ վայ հալալա ձեզ, ու նույն ձևի երեկ մաման գոհացավ, դե մամայի գալուց հետո տեսանյութը արդեն ասել եմ, էլի կասեմ, այսօր ժամը քանիսն էր, ես նոր երեկվա տեսանյութն էի դնում, որովհետև մտածում էի, էլի մաման մի քիչ ինքնամփոփ մարդ է, չգիտեի դուրը կգար, թե չէ, մի խոսքով դրել եմ ու դեռ էլի եմ դնելու, որովհետև էտա հիվանդությունն եմ բաննա, որ բուն դրեց օրգանիզմը մտ դուսանելը շատ դժվար է, ամենակոպիտն եմ ասում, ես ինքս էլ, չգիտեմ, տեսակով տենում եք, են ձևի մարդ եմ, գովազդի, ինքնագովազդի կարիք չեմ ունենում, ուղղակի աշխատանքի բերումով, երբ որ ինչ-որ մի բան դուրս գալիս է, սիրելի հետևորդներ ջան, ասում եմ լավն է, լավին ասում ես, լավն է, մյուսի դեպքում էլ ժամանակ կար, որ ասում էի լավը չի, հմի գերադասում եմ լռեմ, չի կարելի ասել լավը չի, մարդը եթե մի գործանում է, ուրեմն իր համար լավն է, քեզ դուր չի գալի, լռի, մի կողմ քաշվի ու մի խառնվի, ոչ մի բանի։ Հիմա այդ տեսանյութի տակ Ազատուհին եկել գրել գովազդ, ինքնագովազդ, սիրելի Ազատուհի ջան, պատկերացրեք, որ գովազդը, այն էլ Պուլսմեդը, գովազդի կարիք չունի, հետո ես գովազդը բլոգերի աշխատանքի մի կետն է, այսօր շատ բլոգերներ գովազդով, լավ հավեսով գումար են աշխատում, ես այդ մարդը չեմ, ես մարդկային հարաբերություններն ավելի վեհ եմ գնահատում ու ավելի բարձր եմ գնահատում, սիրելի Ազատուհի ջան, բայց գովազդանելը երբևիցե ամոթել չի, մի տեսակ ինձ թվում է գովազդանելը իմ մոտ չի ստացվի, մեղքս ինչ թաքցնեմ, չեմ կարա ես գովազդանեմ, որովհետև չեմ կարա, բայց
Իմ առօրյանը մի օր գնում եմ պուլս մեդ, օրինակի համար ժամանակներ առաջ կար ախպերես, որ ուստեղ էր դուրը փակի գնա դուս, հա սիրուն ես։ Հա, ախպերես, որ ուստեղ էր, բայց որ ուզեմ կբերես, հա բալես, կամ լավ, ախպերես, որ ուստեղ էր, այդ ժամանակ գնացել ենք աստղիկ բկը, էլի շատ գոհեմ եղեի կհիշեք, այդ ժամանակ էլ էի միշտ ասում էի, ես ոնց ասեմ, մտածում եմ սենց, եթե մարդը տվել է ձեռքը դրել է Հիպոկրատի երթում տվել սպիտակ խալաթնել հագել, պիտի հարգես էլի այդ մարդու արած աշխատանքը, ամեն մարդ իր իմացած չափով է աշխատում, այդքանը ես կարամ ասեմ։ Հիմա Ազատուհի ջան, որ դուք գրել եք գովազդ, հավատացեք, պուլս մեդը գովազդի կարիք չունի, գրել եք շատ լավ եք արել, ապրեք, Աստված առատապես օրհնի ձեզ։ Ինչը վերաբերվի իմ ինքնագովազդին, ինքնագովազդի կարիք բացարձակապես չունեմ, որովհետև ես եմ ձեր Անահիտն եմ, ում դուր են գալիս, սիրում են, հարգում են, հյուրասիրում են, նվիրում են, հրավիրում են, ում էլ դուր չի գալի, էլի ապրես դու, որ գրել ես ինքնագովազդ։ Եթե դուր չեմ գալի, պրոստը թերթի գնայ, քուցավը տանեմ, համացանցը լիքը ուրիշ էջեր կամ նայի նրանց։ Հետաքրքիր մի բան, ես իրան այդպես էլ պատասխանել եմ, չեմ նեղվել, չեմ վրդովել, որովհետև մարդը ունի դրա իրավունքը ու ես իրան պատասխանել եմ, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, հարգում եմ ձեր կարծիքը։ Մի ուրիշ լավ մարդ էլ գրել է գովումա թող գովա, ինքն իրանա գովում, քեզ ինչ անեմ։ Հետաքրքիր մի գրառում, դրա տակ ա եղել Անահիտ Առաքելյան գրել է, պուլս մեդ գնալիս պայուսակում լիքը գումար ունեցեք, այնտեղ միայն գլխաքանակի մասին են մտածում, բժշկուհին սենյակի դուռը բաց, կոնսուլտացիա է անցկացնում, որ միջանցքի ոչ մի խոսակցություն բաց չթողնի, էլ ինչ ուշադրության մասին է խոսքը, միայն լավ մասնագետ լինելը բավարար չի։ Անահիտ Առաքելյան ջան, ապրեք, որ բարձրաձայնել եք այս գրառումով, իմ էջում ցանկացած հետևորդ, եթե հետևորդ նայում եք, իհարկե հոմենակ լայքելը չի, գրելն էլ է պետք, մեկս մյուսիս հասկանանք, մեկս մյուսիս քննարկենք, հասկանանք, վերջին եզրահանգման գանք։ Ես նայում եմ ձեր հատուկ ծրագիր ունեմ, կարողանում եմ նայեմ ձեր ակաունթը, նայել եմ մի խոսքով, շատ չմանրանամ, այս պահին դա չի կարևոր, դա չի էական, երբ որ ստացա նման գրառում, ճիշտն ասած շատ զարմացա, որովհետև այո, վերջում շատ լավ եք գրել եք, որ միայն լավ մասնագետ լինելը բավարար չի, շնորհակալություն կրկին, որ նկատել եք մեր բժշկուհին շատ լավ մասնագետ է, լավից լավը միշտ կա, իմ համար ինքը այս պահին ամենալավն է, որովհետև համոքնել է ինձ, այս պահին էլ օգնում է իմ սիրուն մամային։ Ինչ վերաբերվում է գլխաքանակի և մյուս բաների մասին, սիրելի Անահիտ ջան, իհարկե բժշկու հետ քննարկելուց հետո եմ ես այս եթերն անում, այս եթերը չէր լինելու, բայց ձեր գրառումը սենց բարձի թողի վիճակում չմնալու խաթր, ուզեցա, որ ես այս եթերը պարտադիր անեմ, ինչ գլխաքանակի մասին կլինի խոսքը, սիրելի Անահիտ ջան, պատկերացրեք, ես 2.5 տարի այդ բժշկական կենտրոնն եմ հաճախում, այդտեղի բուժար ունեմ իմ անկետան, իմ թրթիկը, ամեն ինչը ունեմ, ոնց մյուս բժշկական կենտրոնները, նույնն էլ այդտեղ, ոչ մի անգամ չի եղել, որ գնամ ու սենց դատարկ լինի, լռություն լինի, այո, միշտ բոլոր դռները բաց են եղել, անգամ երբ որ լիմֆոդրենաժ է ստանում, այդ դուռն էլ ոչ մի անգամ չի փակվում, որովհետև մենք այնտեղ պարկած լիմֆոդրենաժ ենք ստանում, բայց քույրի մոտ գալիս ճնշում են չափում, էլ ոնց այդ դուռը փակվի, ինչ անեմ, նստեմ բողոքեմ, ինձ ոնց ասեմ, առողջությունն է հետաքրքիր, իմ պրոցեդուրան է հետաքրքիր, ոչ թե կողմնակի խոսակցությունները կամ դռան բաց ու փակ լինելը։ Պլյուս դրան
որ մտածում եք գլխականակ, պատկերացրեք, ես նկատել եմ, որ ճիշտ է, ես իրանց մոտ չեմ աշխատում, կոպիտ ասած պահակի դեր չեմ տանում, բայց նկատել եմ, որ իրանց մոտ հոսքը երբեք չի դադարել, անգամ շաբաթ օրերին ավելի շատ են մարդիկ եկել, քան մյուս աշխատանքային օրերին։ Դա ինչ է նշանակում, որ այդ կենտրոնից գոհ են, չէ, մարդիկ գալիս են։ Ինչը վերաբերվում է բժշկուհու անուշադիր վիճակին ու դուռը բաց մնալուն, որ միջանցքն իրավիճակ հսկի, լավից վատից ըտեի գլխավոր անձն ինքն է ու ցանկացած լավ հաստատության տեր իմ մտածելակերպով, իմ ենթադրելով ուզում չէ իրավիճակը ինքը նայի հասկանա, մարդ ես, թեպետ դառն այնքան է զարգացել, տեսախցիկներ էլ կան, ամեն ինչ էլ կան, բայցերը շատ են եւ անքննարկելի։ Հիմա երեք մեր գնալուց առաջ սովորականի նման կապ չունի, որ ես բլոգեր եմ, ես արտոնություն ունեմ, չէ, ես էլ ձեր նման մի մարդ եմ, ով կարող է հիվանդանա, ով կարող գնա բժշկի։ Ձեր նման գնալուց առաջ զանգել եմ կենտրոն, վերցրել իմ ժամը ու գնացել։ Մենք պիտի 4-ից 20 պակաս մտնենք սենյակ։ Կարևորը չէինք ուշացել, դեռ մի 5 րոպե, 3 րոպե շուտ էինք գնացել ու իմ համար ամեն ինչ արժեր, որ հենց դուռը բացեցինք, մամաս ասավ, վախ ես ինչ մաքուր էր, ու էլ ավելի ամեն ինչ արժեր, երբ որ արդեն սպասասրահի դուռը բացեց Ալեքսս, վայ Ալեքս ջան, արի, առաջ արի, մաման ասավ, այ քեզ բան, մի խոսքով էլ ամեն ինչ արժեր։ Նստեցինք, մաման մտածեց, որ 20 պակաս մենք մտնելու ենք սենյակ, վերջը ընդեղ վլոգում կտնենաք, շատ բաներ չեմ ասում, սրանից հետո կերևա արդեն ու 4-ից 20 պակասի փոխարեն, սիրելի հետևորդներ ջան, բաց դռան դեմ դիմաց մենք նստել ենք ու 20 րոպե սպասել, որովհետև բժշկուհու մոտ կային էլի մեր նման խնդիրներ ունեցող մարդիկ, ինչ անենք, գնայինք դուռը թակելու կարիքետա չկար, միջանցքն ասենք, ով մեր ժամը 20 պակասներ, ով էսխի սենց, չէ որ ներսում հիվանդ մարդ էր, ու իմ նման ուզում էր կոնսուլտացիա էր անցնում, իմ նման ինքն էլ գումար էր վճարել, ինչ անեի, ասեի դու սարի իմ ժամն է, կամ դա կնշանակի, թե որ բժշկուհին ուշադիր չի, ինչևէ, եկավ մեր ժամը, շատ համբերատար ձևով լսեց բժշկուհին, մամայի գանգատները, հետո անցանք հերթական զննում, վերցրեցինք փաթեթը, մաման ասել էր, քեզ ամեն ինչը ծանոթ է, ասավ Աննա, դու ոչ մի բան չխոսաս, թող ես խոսամ, հասկանամ, ու երբ որ ներս մտանք բան, բժշկուհին, վայ Անահիտ ջան, հլա պատմի տենամ, ասի բժշկուհի, ես, թող մամաս ասի, մաման սիրուն իր հավեսով, ինչ ոնց գիտեր, մարդի իր գանգատներն ասավ, հերթը հասավ բժշկուհուն, բժշկուհին ասավ, տիկին Թամարա ջան, սա իմ հեռախոսի համարն է, և մի խնդրանք, ինձ կզանգեք 8-ից 10-ը, երեկո մաման զանգման 8-ից 10-ը, ինքն ասավ, այո, ամեն օր էլ ուզեք, կարաք զանգեք, ու ծիծաղելով ասավ, բայց ոչ ժամով, որովհետև հիվանդները շատ են։ Ինչ է դա նշանակում, սիրելի հետևորդներ, որ մարդն ամեն րոպե ուզում չէ դիմացինի կարեկցանքի ու իրավիճակի մեջ մտնի։ Ինձ թվում է Անահիտ ջան, դուք չգիտեմ ինչից որ դժգոհ եք մնացել բժշկուհու հետ քննարկելուց հետո, բժշկուհին ձեր անուն-ազգանունով նայեց իր ցանկում, չկար նման անուն-ազգանուն ունեցող բուժառու և խնդրեց, որ այդ ձեր դժգոհությունների մասին կամ գրեք իմեջում ձեր իրական անուն-ազգանունով, եթե Երևանից չեք, կամ եթե Երևանից եք, մոտեցեք իրան, ոնց ասեմ,
տվեք ձեզ անհանգստացնող հարցերը, հարցրեք, ասեք, ինչի է թանկ, բայց այսօր ամեն ինչն է թանկ մեր երկրում, կարևորը մարդկությունը չթանկանա։ Իրա մոտից մենք հիմնական օգտվում ենք սրտի փաթեթ, ոնց երեկ ես մտածում, մամային էլ պետք է դելներ սրտի փաթեթ, ժողովուրդ, այդ գինը անփոփոխ է ինքնասավ, տարիներ շարունակ այդ գինն է 19,000 դրամ, եկեք 19,000 դրամը բաժանենք 12 ամսվա համար, տենանք շատ է թե քիչ, այսօր բոլոր պետական, բժշկական մարմիններում, էլ չասեմ մասնավոր, էլ չասեմ պետական, շատ կոնսուլտացիաներ 10,000, 15,000, իրանց մոտ էլ կա, ես օրինակ մտել եմ հոդաբանի մոտ, սիրելի հետևորդներ ջան, հենց կոնսուլտացիայի համար վճարել եմ 15,000 դրամ կտրոնով, իմ վիդեոներում տեսած կլնեք, չեմ դժգոհել, մարդը ոնց ասեմ, պետությանը հարկ էր ամուծում, ընտանիք է պահում, աշխատավարձ է ստանում, զինվորի փող ամուծում, վերջ էլի այդ բաները որ մանրանակ, ինձ թվում է մեզ բուժում է, մի խոսքով, կյանքը իզուր չի, որ ասում են առևտուր է, հիմա Անահիտ ջան, կամ եթե տարիքով եք, չգիտեմ ոնց ասեմ, որ ձեզ չնեղացնեմ, տիկին Անահիտ ջան, եթե իսկապես դուք Անահիտ Առաքելյանն եք, բայց նմանատիպ անունազգանունով չի եղել բժշկուհու բուժառուների ցանկում բուժառու, կամ գրեք այս տեսանյութի ներքո ձեր գանգատը, ձեր վճարված գումարները, որ մտածում եք թանկ է, ու ինձ օրինակ շատ հետաքրքիր է, մեր Հայաստանի Հանրապետությունում կա այնպիսի մի հաստատություն, որ օրինակի համար, ոնց ասեմ, մաման դե 65+-ից կարա օգտվի, այդ թեմայով առանձին տեսանյութ կանեմ, էսա որ Ալեքսես թերապիաների ժամանակը գա, մի անգամ կգնամ, կանեմ, որ ձեզ հետաքրքիր լինի, հասկանաք, որից կարաք օգտվեք, ինչ կարաք անեք, իհարկե ես իրանից, ես գովաստ չեմ անում, ես հարգում եմ իր աշխատանքը, ու սիրելի հետևորդներ ջան, տիկին Անահիտ ջան կամ Անահիտ ջան, ինձ նենց հետաքրքիր է, մեր Հայաստանի Հանրապետությունում օրինակ կա այն ձևի բժշկական կենտրոն, լինի պետական կամ մասնավոր, որ գնամ սիրտս էխոկարդիոգրամա անեմ ու ջրի, որ գնամ ոտքերիս համար լիմֆոդրենաժի ջրի, որ գնամ մի խոսքով էլի փաթեթ չունենամ, թոշակառու չլնեմ, 65+ չլնեմ, 18 չլնեմ, անապահով չլնեմ ու գնամ ու ջրի, կա այդպիսի հաստատություն, եթե կա, խնդրում եմ գրեք, ես էլ օգտվեմ, իսկ մյուս դեպքերում, սիրելի հետևորդներ ջան, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ ասեմ, օգտվել եմ Երևանում տարբեր բժշկական կենտրոններից, Աստղիկը կլինի, Նորմեդը կլինի, Հանրապետականը կլինի, բոլորից էլ գոհացել եմ, բայց անվճար ոչինչ չեմ ստացել, որովհետև էդ է։ Էնպես որ Անահիտ ջան, արձագանքեք, հասկանանք, իսկ հիմա ուզում եմ այս իմ խոսակցությունից հետո, սիրելի հետևորդներ ջան, ցույց տամ բժշկու հետ մեր խոսակցությունը համ մամայի պահով, համ իմ պահով, իմ սրտի փաթեթն արդեն վերջացել է, երեք ճիշտն ասած մի քիչ նախատեց ինձ, վայ ասում Անահիտ ջան, դեղերես չէի խմում, ասում է դե արդեն լավ եմ, բան նախատեց, ասավ չի կարելի, իմ արածամակը ջուրն ես գցում, դեղերդ խմի, որ հասկանանք, միգուցե հնարավոր է, կամ քիչ-քիչ անենք, կամ ավելի քիչ հացնենք,
որ իմանաց աշխատանքի արդյունքը ակնհայտ երևա, այնպես որ ես չեմ ամաչի եթերով կրկին անգամ Մերանի Աբովյանին իմ շնորհակալական խոսքն ասեմ, զուտ իրա ստեղծած անունն էլա չէ, հետաքրքիր պուլս, այ որ սենց դնում ենք պուլս, իրա ստեղծած ասաց Ալեքսիս բժշկական կենտրոնի համար, իրա ժպիտի համար, իրա մոտեցման համար ու իրա լավ մարդ տեսակի համար, այո, ինքը այն բժիշկներից է, որ ձեռքը դրել է Հիպոկրատի երդում տվել ու պատվով տանում է իրա տված երդումը, ինչը որ վկայում է համ իր արած աշխատանքը, համ էլ իր այդքան սերտիֆիկատները, որ փակցված է հաստատության պատերին, այնպես որ ես մտածում եմ, եթե չլինի բժշկությունն ու կրթությունն ու ոստիկանությունը, մենք մարդիկս այս դառն ու դաժան աշխարհում ավելի կխառնվենք իրար, այս վերջերում այդ նշած 3 ոլորտների հետ էլ լավ տեղին առնչություն եմ ունեցել, կլինի մի անգամ հանգիստ հանդարտ ձևով կպատմեմ ու կհասկանանք, որից հետո իսկ ես ձեզ ասեմ առայժմ կհանդիպենք օրվա վլոգում, տեսնենք բժշկական կենտրոն կատարած մեր այցի ընթացքը, խոսակցությունը, սիրենք իրար, հարգենք մեկս մյուսին և մեկս մյուսի աշխատանքը։ Սկոշ կնավրանց առազելը, դր 5 րոպե կա։ Լավացի, գնա, առաջ գնա, մեծ ոնց են ճանաչ, գնա, երեքան սկեսի համարներ, հաղամեցեք, առաջ գնացեք, չապենք մորս ճանշում, որ չեք կարողանա կզանգեք հեռախոսով, ես կասեմ, որտեղ է դոզան ինչ ենք անելու, բայց պարբերաբար այդ կապը պիտի լինի։ Մեր սրտային հիվանդները իմ համար ունենում են։ Ես ես պահը նորից եմ ձայնագրում, որ դսեմ իրեն։ Հենց որ հարմարա շրջապատը մասին առողջության եմ երեխեքից թանկա մեր ուսուցիչներն ասիգուն հիվանդում մեռան երեխեքներ։ Դե չի կարելի իհարկե, առավել ևս եթե խնդիրը լուծելի է։ Դե մենք մեր մինիմալ ստուգումները պիտի անենք, էխո էկագեն, որի հիման վրա արդեն ձեր դեղերը ես կորոշեմ, դրանից հետո հանձնարարելու եմ մի շաբաթվա ճնշում չափեք գրեք։ Առավոտի Այո, ու արդեն վերջնական դեղերը կնշանակեն, բայց կմնա հսկողության տակ, հենց որ դրսում եղանակի կտրուկ փոփոխություն ա գնում, կամ տաքացում, կամ սառեցում, հավանական է, որ ձեր ճնշումը հետը տատանվի։ Դուք արդեն ուշադիր եք լինում, այդ օրերին սկսում եք չափել, հենց տեսնում եք 140-ից վերև գնաց կամ 110-ից ներքև անցավ, ուրեմն ժամանակն է, որ մենք իրար հետ մի 2 րոպե զրույց ունենանք, քննարկենք այդ դեղերն ու ճնշման թվերը, որը հասցնում եք գալիս եք տեղում ենք քննարկում, որը չեք հասցնում, իմ հիվանդները իմ անձնական համարը ունենում են, երեկոյան 8-ից 10 հիվանդների հետ խոսալու ժամն է, կարան զանգեն, 2 բառ քննարկենք, դեղը փոխենք, իրար հետ որոշենք, շտապ հարցի լուծումը տանք։ Այն որ դառնում է քեզ ընկերուհի մեր բժշկուն։ Չես պատկերացնում, ես կարամ դիմեմ։ Այո։ Ու դեղը շտապ հարցերը կլուծենք, դեղի փոփոխությունը կասեմ, ինչև կկարողանա գալ։ Սխալ չի, բայց այս պահին ձեզ չի հերիքում։ Քիչ է։ Մեկ կոնգորել եմ։ Հետո ես դեռ չգիտեմ սրտի կառուցվածքը ինչ վիճակում է, որ ճիշտ դեղը ընտրենք։ Դրա համար այս ստուգումները կանենք, կհասկանանք ինչ վիճակ է, դեղերը ճիշտ կփոփոխենք, մեզ կմնա ձեզ ընդհանրապես թեկուզ հեռվից հեռու հսկելը։
Իսկ փաթեթիկինը բան լրիվ նույնն է, չէ։ 15,000-ը Մի տարվա համար, չէ, կտնովի է։ Որովհետև դրանով մենք մարդկանց կյանքեր ենք փոխում, ինֆարկտից ու ինսուլտից ենք պաշտպանում։ Կարելի ասել տարվա մեծ մասը անվճար աշխատում ենք, զատո կարևոր հարց ենք լուծում։ Ապրեք դուք, շատ ապրեք։ Եղավ, դե եկեք ստուգումները սկսենք, հետո Ես ինձ կնկարեմ, ձեզ չեմ նկարի, այս պահին, քանի մաման գնաց էխոկարդիոգրամայի, իմ փաթեթն էլ ավերջացել, շուտ ասեմ, մի հատ ուղղակի չափենք, հասկանանք ինչ ենք անում ու էլի կասեմ։ Ապրեք շատ շնորհակալ չեմ։ 30-90 տեղ չեմ խմել։ 30-90 այսօր տեղեր չեմ խմել։ էլի, իսկ բայց մշտական խմում եք։ Վախտել նմավոր չէ։ Ասենք օրվա մեջ մոռանում է։ Համար դեղ ենք որոշել մշտական Նեպիլիտ, օգտագործման։ Հա, այդ դեղը խմեք, մի հատ էլ մի շաբաթ չափեք գրեք, լավ կլինի, քանի որ դեղ խմող եք ամեն դեպքում, թե ձեր դեղերը ուղղանած չի խմում եք։ Չէ, հա, խմում եմ։ Դեղ խմող պացիենտներ գոնե տարին մի անգամվա ստուգումն անցնում են, կակրաս այդ առիթով նորից ձեր տարեկան փաթեթը ակտիվանում է, նորից ձեզ հսկում են։ Այսինքն ես երեխաների որ բերեմ թերապիաների, համ ձեր մոտ տրենաժի կգամ, համ էլ այդ ժամանակ ուրեմն փաթեթ վերցնեմ։ Փաթեթը կակտիվացնենք, էլի ձեզ կհսկենք, բայց մինչև ձեր դեղը խմեք։ Հա, այսօր ուղղակի չխմեց։ Հա, առավել ես ճանապարհ եք գնում, գալիս այդ ճանապարհից ավելի է բարձրանում, ամեն հուզվելուց, անհանգստանալուց, ջղայնանալուց էլի է ճնշումը բարձրանում։ Եղավ, սպասենք մամային։ Բժշկուհի մի անհամեստ հարց ուզում էի անջատել, բայց չէ։ Իմ բաժանորդների շատ են եկել ձեր մոտ գոհ են եղել, հա։ Բայց մի հատ բաժանորդ շատ դժգոհ էր, ինքը մի հատ երկար կոմենտել էր գրել, չեմ հիշի, որ տեսանյութի տակ էր, ասում է, բանա, ինքը ինձ չնայեց, դու բլոգեր ես, քեզ լավ նայեց, իմ հարցերը մնացին անպատասխան ու սենց բաններ, չկա, չէ, տարբերություն։ Շատ հիվանդներ կան, որ ուզում են իրանց նույն հարցը 10 անգամ տան, բայց դու էլ գիտես ես ինչքան զբաղված եմ, օրական ինչքան հիվանդ է ինձ մոտ մտնում, ես մի անգամ ասում եմ ու եթե ասելիք էլ չունեմ, մեր կոնսուլտացիան ավարտվում է, իրանք դուրս են գալիս, ես ի վիճակի չեմ նույն բանը այդքան երկար ասեմ։ Ես էլ հասկացա, որ չի կարա էլի ուրիշ սերվիզնի, բայց թե ոչ մի տարբերություն ու ոնց մի մեկին մի րոպե մի հատ միացրած բան ոնց իմ հարազատներին նեցեք բոլոր մնացած հիվանդներին։ Հա, ես ձեզ տենց էլ պատկերացրել եմ, ճիշտ է իրանել եմ սիրուն բացատրել, որ այն ձևի բժիշկ եք կապ չունի ձեր դիմաց բլոգեր Անահիտն է, թե սովորական մի հատ բոլոր հիվանդներն են հավասար են ձեր։ Մանուշակն էլ էր շատ գոհացել ձեզանից, այն որ շատ գոհ էր, ապրեք, ժողովուրդ դուք եկեք գովազդի իրական, այն որ բժշկական կենտրոնը ասաց Ալեքսիս։ Անահիտ ջան, մերսի։